Ուրբաթ մայիսի 9-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ նիստում որոշեց մեկամսյա կալանքի ենթարկել գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանին։ Այս մասին Facebook-ում հայտնել էր նրա շահերի պաշտպան Զարուհի Փոստանջյանը, ով գործում ոչ թե փաստաբան, այլ որպես վկա էր ներգրավված։ Այնուհետ վերջինս մարդու իրավունքների գրասենյակի ահազանգել ձերբակալության ընթացքում լրագրողի նկատմամբ վատ վերաբերմունքի մասին։ Փոստանջյանի պնդմամբ ոստիկանության ծառայողները կիրառել են անհամաչափ ուժ, տևական ժամանակ կիրառվել են ձեռնաշղթաներ։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արձագանքել է Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակիցներն այցելել են Լիլիթ Աղեկյանին։ Առանձնազրույց են ունեցել նրա հետ, ուսումնասիրվել են նաև կազմված փաստաթղթերը։ Մասնավորապես անձը մի քանի մտահոգություններ է ներկայացրել իր նկատմամբ վատ վերաբերմունքի տարբեր դրսևորումների առնչությամբ, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի առնչությամբ մի քանի մտահոգություններ է ներկայացրել, որոնք բնականաբար պետք է իհարկե մեր կողմից էլ դառնան քննարկման առարկա պարզաբանումներ պահանջելով պետական մարմիններից, բայց առաջին հերթին պետք է նշեմ, որ նման դեպքերով մարդու իրավունքների պաշտպանը չէ հարցերով քննություն իրականացնող մարմինը, եւ դա է պատճառը, որ ես ինքս պահանջել եմ իրավասու պետական մարմիններից, նաև հրապարակային հայտարարության համատեքստում, որ միանշանակ պետք է այս գործով անձի բոլոր մտահոգությունները վատ վերաբերմունքի առնչությամբ դառնան պատշաճ քննարկման առարկա։ Մարդու իրավունքների պաշտպանը Գյումրի էր եկել նաև Լիլիթ Աղեկյանի հարազատների հետ հանդիպելու նպատակով, բայց դա չհաջողվեց, զանգերին հարազատները չէին պատասխանել։ Պաշտպանը կապ էր հաստատել քրեական վարույթն իրականացնող քննչական մարմինների հետ։ Պարզաբանում ստացել, որ գյումրեցի լրագրողը ձերբակալվել է քրեական վարույթի շրջանակում քննիչի որոշման հիման վրա դատարան ներկայացնելու նպատակով։ Ուզում եմ հատուկ նշել, որ կալանքի հետ կապված հարցը դատարանի կողմից է ըստ էության որոշվել եւ մարդու իրավունքների պաշտպանը հստակ արգելք ունի օրենքով սահմանված դատարանի գործունեությանը չմիջամտելու, հետևաբար ես ինքս չեմ կարող իհարկե անհատական դեպքով կալանքի հետ կապված հարցին գնահատական ներկայացնել։ Անդրադառնալով այն կարծիքներին ու նաև մեղադրանքներին, որ լրագրողի կալանավորումը խոսքի ազատության սահմանափակման դրսևորումներից է, մարդու իրավունքների պաշտպանը հակադարձեց, որ Հայաստանում խոսքի ազատությունն ունի սահմաններ, իսկ դրանք անցնելու, չարաշահելու դեպքերը ենթակա են պատասխանատվության։ Այո, համակարգային առումով պետք է նկատի ունենանք, որ խոսքի ազատությունը ժողովրդավարության իրապես հիմնաքարերից է, այն միանշանակ ունի սահմաններ, սա իհարկե չի կարելի մոռանալ, բայց նույնիսկ խոսքի ազատության սահմանների խախտման դեպքում, եթե խոսքը պատասխանատվության մասին է, միանշանակ պետք է համաչափ լինի, խոսքի ամենածանր տեսակներն են, որ քրեական պատասխանատվության են ենթակա եւ մնացյալ դեպքերում թե պատասխանատվության այլ միջոցների մասին է խոսքը, թե նաև պետության կողմից ու այլ դերակատարների կողմից կիրառվող այլ գործիքակազմերի։ Մարդու իրավունքների պաշտպանը խոսեց նաև Շիրակի մարզից իրենց ուղարկված դիմում բողոքներից, դրանց պատճառներից։ Ուսումնասիրված դիմումները փաստում են, որ դիմումների մեծ մասը վերաբերում են անօթևանության բնակարանային ապահովման խնդիրներին։ Թե ՊԴՎ-ի ծրագրով են տվել, թե բնակարաններ են տվել, բայց ինչ է տեղի ունեցել, ինչ պատճառներով այդ մարդիկ իրենց տնակները չեն հանձնել, այսինքն տնակները չեն քանդել, եղել են թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվ պատճառներից մեկը նա է, որ ընտանիքը, որը օրինակ 2 սենյականոց բնակարան է կորցրել, 20 տարի հետո ՊԴՎ կամ ասենք շենք բնակարան ստանալուց նորից պետք է ստանալ 2 սենյականոց բնակարան, իսկ 20 տարվա ընթացքում այդ ընտանիքը մեծացել է արդեն։ Դիմումների որոշակի քանակ էլ վերաբերում է երեխաների իրավունքների ոտնահարմանը, ընտանեկան բռնության դեպքերին։ Մարզում գործող երեխաների խնամքի հաստատություններում եւ արդիք քրեակատարողական հիմնարկում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների հաճախակի այցերի կատարված մշտադիտարկումների արդյունքները մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։